Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Խնդրում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, որոնք նոր են սկսել հետևել One Talk մեր YouTube-յան ալիքին եւ դեռ չեն հասցրել սեղմել բաժանորդագրման զանգակ կոճակը, խնդրում եմ սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ ոգևորել մեզ, որպեսզի մենք ավելի հետաքրքիր եւ ավելի բովանդակալից աշխատենք ձեզ համար, բոլորիդ համար։ Այսօր մեր զրուցակիցն է վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, որ հերթական անգամ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալություն, որ դեռ հետաքրքիր եմ եւ հրավիրում եք։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, մոտենում է մայիսի 9-ը մեծ հաղթանակի 80-ամյակը եւ չի ուզենա որ այսպիսի տոնը այսպես անհարկի նաեւ քաղաքականացվեր, բայց այսպես թե այնպես դա քաղաքականացվում է տարբեր կողմերից։ Նիկոլ Փաշինյանը ի հեճուկս կարելի ասել այն տեսակետների կրողների, որոնք կտրականապես առարկում են, որ չպիտի գնալ Մոսկվա, Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում պատրաստվում է գնալ Մոսկվա, իդեպ Ալիևը ըստ վերջին տեղեկությունների չի մեկնելու Մոսկվա, զորախումբ է ինչ որ ուղարկելու։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Բոլոր դեպքերում ճիշտ չէ արդյոք Փաշինյանի այնտեղ լինելը, որովհետև խնդիրներ կան, կարծես թե եւ ոմանք էլ ասում են, որ այդ քայլով Փաշինյանը փորձում է կարծես թե մեղմել հայ-ռուսական բավականին սուր եւ բարդ փոխհարաբերությունները վերջին շրջանին։ Նախ ասեմ, որ այդ սպասումները չեն բավարարվելու, Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն բարելավելու այդ գնալուց հետո։ Սա ընդհանրապես Փաշինյանի կողմից վախերի հաղթահարման փորձ է, իր սեփական, իր քաղաքական շրջապատի, գուցե իր անձնական շրջապատի իշխող խմբավորման, որովհետև իրենք մտածում են, որ Պուտինը իր այսպես կատաղության մեջ, իր ցասման մեջ սարսափելի է եւ եթե չգնան, ուրեմն իրենց, չգիտեմ ինչեր է սпасելու, ինչը նույնպես անհիմն է, որովհետև եթե այդ վախերը հիմնավորված լինեին, կա հրապարակված մերժածների ցուցակը եւ չմերժածների ցուցակը եւ դուք կտեսնեք, որ մերժածները մի քանի անգամ ավելի շատ են։ Քանի որ ես էլ եմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր կտրականապես դեմ են, որպեսի Փաշինյանը լինի այդտեղ, փորձեմ ընդհանրապես երկու նախադասությունով բացատրել թե ինչու։ Պուտինի մեկնաբանումը եւ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից այսօրվա արդի մեկնաբանումը հաղթանակի, երկրորդ աշխարհամարտի բացարձակապես նախ չի բխում պատմական իրողություններից եւ երկրորդը նպատակ ունի ընդհանրապես Ռուսաստանի կայսերական դերը վերահաստատելու։ Այն երևույթը, որը հենց ռուս մտավորականությունը անվանում է Pobedobessia, հաղթանակագարություն պայմանական այսպես թարգմանենք, որը որևէ աղերս չունի այդ ծանրագույն մարդկության պատմության ընթացքում պատերազմի, այն բոլոր զոհաբերությունների, որ աշխարհի ժողովուրդները տվել են, որպեսզի այն ավարտվի, եւ առավել եւս սա երկրորդ կետը եւ վերջին, չէ ուզի սրա մասին շատ խոսեինք, Պուտինի այսօրվա քաղաքականությունը շատ ավելի նման է նացիստական Գերմանիայի կամ ֆաշիստական Իտալիայի քաղաքականությունը, քան այն երկրների, որոնք հաղթել են ֆաշիզմը եւ այսինքն կոնտեքստն է կտրականապես սխալ եւ կա 2.5 կետը եթե դու ընդունում ես օրենք անցկացնում ես ազգային ժողովով որ դու ձգտում ես եվրոինտեգրման արդեն մենք օրենք են ընդունել քվեարկել են այո եւ Եվրահանձնաժողովը հայտարարում է որ բոլոր տեխնացու երկրները ճիշտ է մենք պաշտոնապես դեռ տեխնացու չենք բայց մենք օրենք ենք ընդունել որ ուզում ենք ինչ որ մի օր ինչ որ մի կետում դառնալ տեխնացու չպետք է գնան Կալասի ստորագրությամբ եւ դրանից հետո գնալը դա հերթական քայլիստների հակասությունն է կամ այդ օրենքը մի ընդունիր ուզում ես գնա
կամ եթե օրենք ընդունել ես, ուրեմն չպետք է գնաս։ Ըմբռնել եւ այսպես ասենք ներառել ամեն ինչ բոլոր ուղղությունները եւ այլն, դա ուտոպիա է եւ դա չի լինի։ Ես կարծում եմ, որ այո, Փաշինյանը կարծես թե կգնա եւ կընդունի այն նաեւ ադրբեջանական ջոկատի երթը, որը ասում են Շուշին է գրավել, իրենք այնտեղ պետք է պատահոր անցնել, ինքն էլ թող տրիբունայից ողջունի կամ չողջունի, թող որոշում ընդունի, թե ինչպես է դրան ռեակցիա տալ։ Ամեն դեպքում հաղթանակի գործում 45 թվականի հաղթանակի գործում ասենք ինչ մեկնաբանություններ էլ որ լինեն, իհարկե դուք ձեր տեսակետը կարծիքը արտահայտեցիք, հսկայական լումա ունի նաև հայ ժողովուրդը, այսինքն ֆաշիզմի տապալման գործում հսկայական լումա ունի հայ ժողովուրդը իր նաև ծավալների համեմատ եւ արդյոք բարոյական իմաստով ճիշտ չի։ Ամեն դեպքում անկախ նրանից իհարկե ինձ համար շատ անցանկալի է, ինչպես դուք եք ասում, Շուշին գրաված այդ զորախմբի արկայությունը միգուցե գնա Երևանում դա չէ կարելի նշել։ Պարոն Պուտին Իսկ ով ասաց, որ մայիսի 8-ի կապիտուլյացիայի, այսպես ասեմ, հայրենիքը Մոսկվան է։ Ինչու հենց այնտեղ։ Չի կարելի Երևան։ Հա, բայց եթե նաև ուրեմն կարելի էր Փարիզ գնալ, Բերլին նույնիսկ գնալ, ինչ որ Գերմանիայի կառավարությունը բացարձակապես դեմ չի, որ մարդիկ նշեն այդ հաղթանակը, իրենք համարում են, որ Գերմանիան էլ է ազատագրվել այդ հաղթանակի արդյունքում։ Երևանում ինչու չի կարելի նշել։ Ես գիտեմ, որ Փաշինյանի պապն է զոհվել այդ պատերազմում, մասնակցել է։ Իսկ ով է իրեն խանգարում այստեղ նշել հիշատակը իր պապի եւ բոլորիս, իմ պապիկը չի կռվել է, բայց վերադարձել է Փարքաստո իր 4 երեխաներին տեր է դարձել, գլխին է կակնել, ով ասաց, որ չի կարելի այդպես։ Պետք չի մասնակցել քաղաքականացված ակցիաների, որտեղ այն ինչ որ անում է Պուտինը մայիսի 9-ին, դա քաղաքական ակցիա է, որպեսզի ցույց տա, որ Ռուսաստանը իրավունք ունի անել այն ամենը, ինչ ինքը հիմա անում է, որովհետև 1945 թվականին կա այսպեսի մի հայտնի կատակ, որն է Պուտինի կառավարման օրոք իր ամենամեծ հաղթանակը 1945 թվականի մայիսի 9-ը, որովհետև իր կառավարման օրոք որևէ բան նույնիսկ չի կարող համատվել կողքը դնել։ Դրա համար ես կարծում եմ, որ այս ամենը ավելորդ է եւ Փաշինյանը եթե ինքը միայն իրեն ներկայացներ, այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում, չպետք է այնտեղ լինի։ Այդ դուք ասացիք չեն հաղթահարվի։ Ես էլ եմ կարծում, որ այսպես ասած միայն մի Մոսկվա գնալով, եթե մենք անգամ կառավարությունը կոնկրետ խնդիր է դրել հայ-ռուսական հարաբերությունների սառույցը կոտրել, այդ վատ թարացած հարաբերությունների, ես չեմ կարծում մի այցով, այդ դեպքում որ դուք ասեցիք վախի զգացողություն, բա չի վախենում Փաշինյանը, եթե ասենք հիմա գնում է Մոսկվա եւ ասենք օրինակի համար առաջի ալիքը կամ ասենք շատ ու շատ լրատվամիջոցներով, այսպես ասած հակառուսական քարոզչություն են, դեպքում եթե այդքան վախեցող է, պարոն Հովհաննիսյան, ոնց է առավոտից երեկո նաև իր թիմը, այսպես ասած, շնչում կարելի ասել հակառուս կամ հակապուտինականությամբ կամ այսպես եթե ես նախ եթե նկատել եք վերջին կոնե կես տարում մեկ տարվա մեջ հազվագյուտ են եւ հազվադեպ են հենց ուղիղ ԿՊ-ականների կողմից Ռուսաստանի Դաշնության քննադատություն այո կա քննադատության ասենք Արցախը իրաց դերում բան բայց դա ուրիշ խնդիր է ԿՊ-ն բոլոր իր կառավարման օրոք ծառայացած խնդիրներում պետք է գտնի մեղավորներ եւ ինքը իրենց շատ ձեռնտու է որ ասել որ ամեն ինչ ռուսն է մեղավոր հայ ժողովուրդը վատ է կռվել ռուսները դավաճանել են սա ինչալուց այդ ասածներից մի մասը ճիշտ է հայ ժողովրդի հետ կապված ճիշտ չէ բայց այնտեղ էլ կա խնդիրներ բայց սա իրենց արդարացումն է բայց նկատեք օրինակ ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի լուրջ քննադատություն երբեք լսել ուղղակի ԿՊ-ից կամ պետական ԶԼՄ-ներից։ Ես այդպեսի բան չեմ հիշում։ Ընդհակառակը, ես դες ասեմ, որ մեկ անգամ իմ ներկայությամբ ասելով չմտածեք, որ ես ինչպես ձեր հետ հիմա նստած եմ, այդպես նստած եմ։ Ես դահլիճում եի, իհարկե, Ալեն Սիմոնյանը իրեն թույլ տվեց բավական բաց կերպով քննադատել ռուսներին
եւ պետք է նայել դալիճում նստած ԿՊ-ական падգամավորների դեմք։ Իրենք ավելի մեծ շոկի մեջ էին, քան ցանկացած մեկ այդ դալիճում։ Կներեք, երևի թե դա անընդունել էր։ Ավելին, քան շատ-շատերի, որոնք ԿՊ-ից չեն, հա, որոնք չունեն այդ համբավը։ Հիմա ԿՊ-ի մթնոլորտը փոխվել է եւ եկեք չմոռանանք, իհարկե ես շուտ է խոսել ընտրություններից, բայց եկեք չմոռանանք, որ առաջի ամենակարևոր առաջնային հարցը ԿՊ-ի համար դա վերարտադրությունն է ընտրությունների ժամանակ։ Եվ իրենց Հայաստանում կա կայուն պատկերացում 90-ական թվականներից, որը կայուն է քաղաքական վերնախավի 99%-ի մոտ, որ առանց Մոսկվայի համաձայնության գալ իշխանության Հայաստանում կամ պահել իշխանությունը Հայաստանում անհնար է։ Եվ ԿՊ-ն էլ այդ համոզման կրողն է, եւ իրենք նաեւ, երբ որ դուք ասում եք լեզու գտնել եւ այլն, սա ոչ միայն ազգային պետական շահերից է բխում, այլ առաջին հերթին, որպեսի գոնե առարկություն չստանան Մոսկվայից իրենց վերարտադրման համար։ Մոսկվան ակնարկում է, որ դա հնարավոր է, որովհետեւ երբ որ մամուլում հենց ռուսական տարածվեց, որ ստեղծում է, այսպես ասենք, պայմանական աշխատանքային խումբ Գիրենկոյի ղեկավարությամբ, որը զբաղվում է Հայաստանում հակառուսականության խնդիրների հետ, այնտեղ հատուկ նշվեց, որ դա էլեկտորալ չի։ Այսինքն ընտրությունների արդյունքների վրա այս փուլում չկա նպատակ ազդելու։ Ակնարկվում է ԿՊ-ին, որ եթե դուք ձեզ լավ պահեք, որպեսի բան լինի, դա կարելի է քննարկել, դա դեռ որոշում վերջնական ընդունված չէ։ Իրենք էլ հիմա ճղվելու են, նրանք ում դուք համարում եք ռուսատյաց, ես չեմ զարմանա, եթե այս վերջի ամիսներին ռուսասիրության դասեր տան բոլորիս եւ կան պատմեն, որ չի կարելի, որ Ռուսաստանը կարևոր երկիր է, պետք չէ իրենց մասին մոռանալ եւ այլն, որովհետեւ նորից եմ կրկնում, ամեն էակ աշխարհում գիտակցում է, թե նա չի գիտակցում, ունի առաջնայնություններ իր կյանքում, իրենց առաջնայնությունը մոտակա ժամանակներս պետական կառավարումից եւ գերակրատաշտակից չհեռանալն է։ Դրանց է բխելու են իրենց քայլերը։ Մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է, կարող է երեկվա, այսպես ասած, Ռուսաստանը մերձը, հետո վաղը դառնա, չէ, ասենք, Հայաստանում դա Հայաստանը դա լուրջ թեմա է։ Այո, դա շատ լուրջ թեմա է, ցավոք սրտի, ցանկանք մեր քաղաքական դաշտին սկզբունքայնություն ամեն դեպքում։ Թող իսկապես Ռուսաստանի հետ աշխատող հավատարիմ մնա իր սկզբունքներին, արևմուտքի հետ աշխատողներ, որպեսզի լինի իրական քաղաքական մրցակցություն։ Մի այսպիսի բան, որի մեջ իրոնիա կա, Զելենսկու հետ կապված, Կարմիր հրապարակին հարվածելու հետ կապված, արդյոք չեք տեսնում, որ Փաշինյանը, եթե գնա այնտեղ, նույնիսկ Փաշինյանի անվտանգությունը կարող է վտանգվել այդ ամենի հետևանքով։ Իհարկե, դուք մտածում եք այդ բոլորը որ չեն գնում։ Բոլորի։ Հա։ Նախ իհարկե այդպեսի բան չի անի Զելենսկին։ Նախ եթե անի էլ հիշեցնեմ, որ Ռուսաստանը ունի մեկ իրական հոբ, որը պաշտպանում է երկիրը եւ դա սովետական ժամանակներից եւ դա Մոսկվայի շուրջ է։ Սա երկրորդը, բայց երրորդը ամենակարևորը պատկերացրեք շքերթ է, կանգնած են, բան, կարգախոսները, զորքերն են անցնում եւ այլն։ Եվ ինչ որտեղ Մոսկվայում դեպքի վայրից, այսպես ասած, Կրեմլից 15 կիլոմետր այն կողմից Մոսկվան շատ մեծ է։ Ինչ որ հաջող հարված լինի եւ հրդե եւ զոհեր եւ այլն։ Դա նույնպես զրոյացնելու է այդ շքերթը, ինչպես եթե խփեին Կարմիր հրապարակին։ Այնպես որ հիմնական վախը ոչ թե նրան է, որ Զելենսկին կգնա այդ քայլի եւ միանգամից աշխարհի քանի երկիր իրեն կտշնամացնի, այդ թվում Չինաստանը, ինչի կարիքը ինքը չունի, այլ դա նախ ցույց տալ, որ Ռուսաստանը ամենազոր չէ եւ խոցելի է, եւ երկրորդը ակնարկելով, որ իրեն ոչինչ չի խանգարում այդ օրը հրավառություններ կազմակերպել Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ վայրերում, որը այսպես ասենք կզրոյացնի էֆեկտը, որը ըստ Պուտինի պետք է ունենա այդ շքերթը։ Ամեն դեպքում այստեղ մի բան, այսպես համեմատական հիշեցի, Թրամփի, այսպես ասած, որոշակի
սպառնալիքներն ասեմ, թե հավակնություններն ասեմ Գրենլանդիայի նկատմամբ, չգիտեմ, Կանադայի նկատմամբ, այնպես էլ կարող է դա ուղղակի լինի, հա, երևի Զելենսկու կողմից ինչ որ տրամադրություն, բայց ոչ մի բան չափելու են, ասել է որ վերադարձ չկա եւ չի կարող անվտանգություն խոստալ, ընդամենը դա է ասել։ Իսկ երկրորդը, ինչ մենք հիմա խոսում ենք Ռուսաստանում բազմաթիվ քաղաքներում շենքեր են այրվում, շինություններ, նավթաբազա, հենց այսօր, այս պահին։ Մի քանի անգամ ավելի շատացել են դրոնային հարվածները եւ ավելին ինչը ունիկալ երևույթ է եւ այսօր գրվում է նաեւ ռազմական զինվորական պատմություն աշխարհի, ինչպես ցանկացած պատերազմի, ոչ ցանկացած առաջին անգամ դրոններով խփեցին սուկորցանիչներ երկու հատ եւ այդ դրոնները հատուկ ծովային տարածքում աշխատող դրոններ են, որոնք ունեն որոշակի ինչ-որ նավակ, թե պլատֆորմ, որի վրայից թռնում են, այսինքն դա փորձարկումներ, եւ այդ փորձարկումից երկու կործանիչ է ոչնչացվել ռուսական, ինչը դա իհարկե մեծ հարված է Ռուսաստանի համար, որովհետեւ հենց դրոնների հարցում իրենք ունեն հրթիռներ, օգտագործում են շատ էֆեկտիվ կամ ոչ պակաս էֆեկտիվ, բայց դրոնների հարցում իրենք թե դրա պաշտպանության, թե արկայության հարցում իրենք այսօրվա Ուկրաինայից արդեն շատ հետ են։ Դրա համար ուկրաինացիները օգտագործելու են այդ պահը, լավ ասենք Մոսկվայում, չէ, ասած չտա մի քաղաքի անուն տամ այդտեղ մի բան լինի, կասեն որ գիտեր, ինչ որ մի այլ քաղաքում մի բան լինի։ Դա ամեն ինչ հնարավոր է, պատերազմ է։ Պատերազմ է, որը ուկրաինացիները չեն սկսել։ Պարոն Հովհաննիսյան, նոր պատերազմի օջախ է, կարծես թե հասունանում, Պակիստան, Հնդկաստան հակամարտությունը հաշվի առնելով, ինչ եք կարծում, կհաջողվի աշխարհի խոշոր գերտերություններին, աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներին կանխել այս շատ վտանգավոր պատերազմը, որը կարող է այսպես շղթայակապ, շղթայաձև տարածվել նաև այլ տարածաշրջանների վրա, թե ոչ։ Դժվար է ասել, որովհետև հենց առաջին իսպայից երբ եղավ այդ ահաբեկչական ակտը, հիմնական վերլուծական կենտրոնները եկան այն եզրակացության, որ պատերազմը շատ ավելի հավանական է, քան դրանից խուսափելը։ Լավ, պատերազմը չասենք զինվորական բախումը, դրանից բախումներ եղել են բազմիցս, սա առաջինը չի։ Սա մեկ եւ երկրորդը, որ չկա այսօր ուժ, որը կստիպեր կողմերից որևէ մեկին կամ երկուսին էլ առավել եւս կանգնեցնել պատերազմը կամ գործողությունները։ Իհարկե կան դրական լուրեր, որ Պակիստանը հայտարարել է, որ չի ուզում շարունակել եւ այլն, բայց դե հիմա դա դեռ ոչինչ չի նշանակում, դա նաեւ Հնդկաստանից է կապված։ Պետք է նաեւ հասկանալ, որ խփելով Պակիստանին, Հնդկաստանը նաեւ խփում է չինական շահերին ուղղակիորեն, որովհետեւ իրենք կապում են Պակիստանի հետ ակտիվացումը եւ ահաբեկչական ակտը Չինաստանի, այսպես ասենք, իրենց տնտեսական մրցակիցների դեմ պայքարի որպես միջոց։ Որովհետև տարիֆները բարձրացվում են Չինաստանի համար մինչև երկինք, իսկ Հնդկաստանի համար կամ չեն լինելու կամ լինելու են շատ ավելի փոքր, եւ կան առաջին ծիծեռնակները, օրինակ Apple-ը իր ողջ արտադրությունը, իսկ դա միլիարդավոր դոլարների արտադրություն է, հանեց Չինաստանի տարածքից եւ տեղափոխեց Հնդկաստան, եւ Մոդիի կառավարությունը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ընդունել բոլոր արտադրությունները IT տեխնոլոգիաների Չինաստանից, որոնք կամավոր իհարկե տեղափոխվեն Հնդկաստան։ Իսկ նրանք կուզեն տեղափոխվեն Հնդկաստան, որովհետեւ նայեք ինչ է կատարվում։ Եթե տեղափոխվեն Ամերիկա, ինչպես ասում է Թրամփը, ապա ինքնարժեքը բարձրանում է, որովհետեւ աշխատավարձներն են ուրիշ, հարկերն են ուրիշ, պայմաններն են ուրիշ եւ այլն եւ այլն, ծախսերն են ուրիշ, անշարժույքն է ուրիշ, ամեն ինչ ուրիշ է։ Եթե մնում են Չինաստանում այդ տարիֆները, այդ ապրանքը, ասում են Apple-ը, բանը, iPhone-ը, գալու է Ամերիկա որպես չինական ապրանք, եւ վրան ինչքան 120% 120% տարիֆ։ Դե դառնում է անհասանելի նույնիսկ միջին ամերիկացու համար, չեմ ասում մնացածի համար։ Այսինքն միջին Apple-ը մոտավորապես $2,500–3,000 պակաս չի արժանանում հեռախոս։
դա այն դեպքում, երբ ասենք կորեական հեռախոսները եւ այլն կարելի է գնել 6 անգամ ավելի էժան։ Ինչոց Հնդկաստանն էլ հիմա հեռախոսներ իր ուրույն բրենդեր ունի նույնիսկ։ Եվ սա բան է, որ շատ IT ընկերություններ, որոնք հատկապես ինչ որ լայն սպառման ապրանքներ են արտադրում, ինչպես օրինակ iPhone-ներ, հեռախոսները, սմարթֆոն խելախոսները, իրենք ձգտելու են գնալ Հնդկաստան։ Չինաստանի դերը աշխարհում այսօր աշխարհի արտադրամասներն է, ապահովում է սպառողական ապրանքներով ողջ աշխարհը, այդ թվում նաև Հայաստանում, մեր շրջապատում բազում ապրանքատեսակներ կան եւ ապրանքներ, որոնք արտադրված են Չինաստանում։ Իրեն համար դա սկզբունքային եւ լինել չլինելու հարց է։ Եվ այս իրենց պատկերացմամբ դավադրությանը Հնդկաստան մոդի, որը այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որը Տրամպի հետ միջոց շատ լավ հարաբերություններ է պահպանում եւ գրեթե բոլոր հարցերում իրենք գրեթե համամիտ են, որ Հնդկաստանը մոդի օրոք օգտվելով իրավիճակից փաստորեն Չինաստանին այդ աշխարհի արտադրամասի դերից մի տեսակ, ասենք, մի կողմ բրդի եւ ինքը զբաղեցնի այդ տեղը։ Ինչ է դրա համար պետք կազմակերպել։ Դրա համար պետք է կազմակերպել Պակիստան-Հնդկաստան կոնֆլիկտը չինացիները չեն հնարել հաստատ, եթե մեկը հնարել է, դա բրիտանացի իմպերիալիստներն են ժամանակին, բայց ինչևէ խնդիրը կա, ուրեմն պետք է այդպես խսրեն։ Ինձ թվում է, թե որքան այդ պատերազմը խորանա եւ Հնդկաստանի համար ցավալի լինի, ես իհարկե Հնդկաստանի պարտությանը չեմ հավատում, զուտ հաշվի առնելով այդ երկրի չափերը, դեմոգրաֆիան եւ այլն, բայց որքան երկարատև եւ ցավալի լինի, այնքան կապիտալը, որը շատ զգայուն է, որը գտածակ ունի, կապիտալը խուսափի հապճեպ որոշումներ ընդունել կապված Չինաստանից Հնդկաստան տեղափոխել բաները։ Ինձ թվում է հիմնական մոտիվը դա է։ Ես այլ մոտիվ այլ երկրների մոտ, ես նույնիսկ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք Պակիստանի դաշնակիցն են եւ բնականաբար արդեն հայտարարել են, որ բողոքում են եւ այլն, որ Հնդկաստանը խփել է իրենց բարեկամ երկիր Պակիստանին, այդ պատերազմում շահագրգռված չէին։ Պատերազմում Թրամպը, որը Նոբելյան խաղաղության մրցանակ է ուզում ստանալ այդ պատերազմում, շահագրգռված չէր։ Այսինքն, եթե նայել, թե ով է շահագրգռված, ապա առաջին հերթին Չինաստանը, որպես իրենք Տրամպի քաղաքականությունը անցալում են որպես սառը պատերազմից, որը Չինաստանը եւ Ամերիկան գտնվում են արդեն տասնամյակներ։ Անցում ուղղակի թշնամական գործողությունների, համարյա պատերազմական գործողությունների, տարիֆները եւ այլն եւ այլն։ Եվ իրենց պատկերացմամբ իսկ չինացիները դեռ Մաքիավելիից դարեր եւ դարեր առաջ ունեցել են շատ այսպես հետաքրքիր դիվանագիտություն եւ արտաքին քաղաքականություն, դա իրենց համար շատ նորմալ գործիք է պատասխանելու Ամերիկայի ճնշումներին։ Իհարկե, այստեղ ուժողը մարդիկ են, որտեվ արդեն մի քանի տասնյակ զոհ ունեն։ Եվ եթե Աստված չտա սա շարունակվի, խոսքը հաշվի առնելով նաև երկու երկ, ճիշտ է, Ջամու Կաշմիրը, Լեռնային շրջանը այնտեղ խտությունը մնացան Փառք Աստծո շատ չէ, բայց եթե Աստված չտա խորանա, հա, Հնդկաստանը եւ Պակիստանը աշխարհում ամենաբարձր խտություն ունեցող երկրներից են։ Այսինքն այնտեղ եթե մի բան լինում է, միանգամից շատ զոհ կլինի, շատ ուժող կլինի։ Ցավալին դա է, որտեղ մարդկային կյանքը ամեն ինչից բարձր։ Հաշվի պետք է առնել, որ նաև Հնդկաստանը շատ ավելի հետաքրքիր է, ավելի լայն աշխարհքաղաքական խաղացողների, թե Ռուսաստանի, թե Ամերիկայի համար, թե մյուս բեբերների համար, իսկ Պակիստանը նաև մենք Պակիստանի հետ նաև մենք նաև չէ լուրջ այսպես խնդիրներ ունենք որպես Ադրբեջանի դաշնակիցն է, դա ամիջ ասված է։ Ամեն դեպքում խաղաղություն եւ կարգավորում ցանկանանք եւ մեր այսօրվա զրույցի եզրափակիչ փուլում
Կուզենանք ձեր տեսակետները իմանալ ամերիկյան վարչակազմում հնարավոր փոփոխությունների եւ տեղաշարժերի վերաբերյալ եւ գանք դեպի մեր հայաստանյան իրականություն, որքանով այդ տեղաշարժերը մասնավորապես Ուոլցի հետ կապված կանդրադառնան մեր տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, մանավանդ այսօր Ամերիկայի հետ մենք աշխատելու լրջագույն խնդիր ունենք։ Գիտեք, միջ նշանակումներին հասնենք, որտեղ նշանակումները բացի արտաքին քաղաքական պահանջների բավարարելու, հա, խնդրից ունեն նաև ներքին քաղաքական կարևոր աղբյուր, այսպես խնդիրների 100 օրը Թրամփի շատ անհաջող է անցել, ամենացածր ռեյտինգն է վերջին 80 տարում, առաջին 100 օրվա կապ չունի խոսքը դեմոկրատ նախագահի մասին է թե հանրապետական, երկրորդ տեղում Թրամփն է նախորդ թողարկման, այսինքն 45-րդ նախագահ լինելու ժամանակ, բացական ռեյտինգով առաջինը, հիմա անցավ նույնիսկ ինքն իրեն։ Եվ սա լուրջ խնդիր է, ինքը կարող է ասել, որ ԶԼՄ-ները պատկանում են դեմոկրատներին եւ այլն, բայց շրջապատում բոլորը հասկանում են, որ դա լավ չի, որտեղ Ամերիկան ունի մի ինձ թվում է հոյակապ գործիք, չնայած ինչ շատեր ասում են, որ հաճախակի ընտրությունները հոգնեցնում են մարդկանց, բայց կա Միացյալ Նահանգների եւ Ավստրալիայի օրինակը, այնտեղ 2 տարին մեկ ընտրություններ են, լուրջ ընտրություններ են, ֆեդերալիստ, տեղական նահանգային էլ չեմ ասում։ Այսպես կոչված mid-term միջնաժամկետ ընտրությունները 26 թվականի նոյեմբերին են, այդքան էլ շատ ժամանակ չի, եւ եթե այսպես շարունակվի, ներկայացուցիչների պալատը պարզապես դեմոկրատները կվերցնեն, առնվազն, ես սենատի մասին չեմ ասում։ Իսկ դա նշանակում է, որ Թրամփի քաղաքականության բազում գործիքներ, որը հիմա ինքը կիրառում է, որտեղ ունի ամեն ինչ, ներկայացուցիչների պալատ, սենատ, գերագույն դատարան, հա, ամեն ինչ ունի, արդեն այդ պատի մեջ ճաք է առաջանում։ Դրա համար ինքը պետք է փոխի ինչ-որ բաներ, հաջողություններ ձեռնարկի։ Այս է շատ հետաքրքիր իրենց ռեակցիան նաև Հնդկաստան-Պակիստանից, ինքը եթե չեմ հիմարներ անվանեց երկու կողմներ, թե ինչ-որ վիրավորական բառ օգտագործեց, որովհետև իսկապես ինքը նույնիսկ Իրանի հետ գնացել է երկխոսության, որպեսզի, հա, փորձում է ռուսներին եւ ուկրաինացիներին խաղաղացնել, այնտեղ Եմենում է պայմաններում եւ այլն, ու մեկ էլ ինչ-որ միտեղ դարյումի տես պատերազմ է սկսվում, կամ բախում կոնել, բախում։ Սա կարևոր բաներից մեկն է, որ իրենք պետք է ինչ-որ բաներ անեն, որպեսզի ինչպես անգլերեն ասում են record-ներ, այսինքն գրանցում ունենան դրական արդյունքների, positive records, դրական գրանցումներ ունենան, որպեսզի դա մտցնեն ընտրողի աչքը 26 թվականի, շատ պարզունակ ասեմ, մտցնեն, ասեն դա մենք սա ենք ունեցել։ Տնտեսության մեջ սա, արտաքին քաղաքականության մեջ նա եւ այլն եւ բայց այստեղ ինձ համար ամենակարևորը Ուոլցի նշանակումը չէ։ Այստեղ պետք է մի բանի վրա ուշադրություն դարձնել, որը ուղղակիորեն կապված է մեր տարածաշրջանի հետ։ Դա Մեգոբարի օրենքի ընդունումն է 3 թե 3 չառաջ օրը, այս 2 օրվա մեջ։ Դա Վրաստանի դեմ սանկցիաների մասին օրենքն է, որը անցավ ներկայացուցիչների պալատում, ինքը արդեն անցել է, որին քվեարկեցին մեծամասնությունը։ Այդ թվում ճիշտ է դեմոկրատները, որոնք կողմ են քվեարկել ավելի շատ են, քան հանրապետականները, բայց 161, եթե չեմ սխալվում, հանրապետական կողմ է քվեարկել այդ օրենքին։ Եվ Մեգոբարի օրենքը ասում է, որ Վրաստանը շեղում է, կարծես Բայդենը չի գնացել, լրիվ բայդենական տիպի տեքստ է, շեղում է ժողովրդավարական ուղուց, համագործակցում է ոչ ժողովրդավարական երկրների հետ, Ես հիմա կասեմ, թե դա ինչ երկրներն են, դրանք չեն գաղտնի չի դու հետ, խախտում են մարդու իրավունքներ եւ ինչը ծիծաղել է իհարկե Թրամփի ադմինիստրացիա, ես համոզված եմ, որ քիչ հանրապետական է քվեարկել, որտեղ այդ ինքը խոսույթը, տեքստը շատ է դեմոկրատական, շատ է խորտ է Թրամփի նոր բաներին, այնտեղ ժողովրդավարություն, եվրոատլանտյան բան ինտեգրում ասենք Թրամփը ՆԱՏՕ-ն ուզում է փակել տալ, իսկ այստեղ պատժում են վրացիներին, որտեղ իրենք եվրոատլանտյան բառացիորեն եվրոատլանտյան ուղուց շեղվում են եւ խախտում են մարդու իրավունքներ եւ այլն։ Հիմա փաստորեն Վրաստանը շուտով դրա հաջորդ քայլը արդեն կոնկրետ կառավարությունը ստանում է իրավունք կոնկրետ սանկցիաներ կիրառել, արդեն այն ոլորտներում, որ ընտրի եւ այլն։ Դա իրեն ձեռքերը ազատեց։
Հիմա հարց է ծագում, ինչի է դա ընդունվել։ Շատ հետաքրքիր հարց։ Ուրեմն այդ օրենքը փաստորեն որոշումը ընդունվում է մեկ այլ օրենքի հիման վրա, որը Ամերիկայի համար հիմա համարվում է ֆունդամենտալ փաստաթուղթ։ Փաստաթուղթ, որը ուղղված է կանխելու, այստեղ արդեն պետությունների անունները տրվում են։ Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի կոմունիստական կուսակցության, Չինաստան բառը չի օգտագործում, որովհետև Տայվան կա եւ կոմունիստական վարչախմբը նկատի ունեն, հա։ Չինաստանի կոմունիստական կուսակցության եւ Ռուսաստանի կառավարության հետ համագործակցության համար կանխելու ուղված օրենք է։ Եվ այս օրենքը մեկոբարին փաստորեն հենվում է այն օրենքի վրա։ Այսինքն ինչ են արել վրացիները խեղճ ու կրակ, որ ինչի ընկան այդ հարվածի տակ, հա։ Կամ ժողովրդի ասած խեղճ վրացական երազանքը, հա, դրբի տակ ինչի ընկան։ Երազեցին եւ ընկավ չէ երազանքը։ Ըստ որում ասեմ, որ այդ տեքստը շատ ավելի խիստ է, քան Բայդենի, իրենք Բայդենից էին բողոքում, ասում են, հեսա Բայդենը կգա, մեր Թրամփը կգա, ու ամեն ինչ լավ կլինի, Թրամփը եկել ավելի վատ է։ Ինչն է խնդիրը։ Իրանի այդ շփումները հավատացնում ձեզ համատածուն եք Հայաստան-Իրան շփումների, Վրաստանում շատ թույլ են, Ամերիկայինը դրա մասին չխոսել։ Երկու այլ խաղացողներից խոսանք, Ռուսաստան, Չինաստան։ Ռուսաստանի հետ մերձեցումը ակնհայտ է, որ Լավրովն է արդեն սկսել գովալ վրացիներին։ Իհարկե գործնականում արեկանկյաց ասենք մի քիչ չափազանցված է այդ դեպի Ռուսաստան թեքվելը, որտեղ իրենք ունեն Աբխազիայի խնդիր, Օսեթիայի խնդիր եւ այլն, բայց ակնհայտ է, որ նույնիսկ Իվանիշվիլին ընտրություններից հետո մի անգամից ոնց որ թե հայտարարեց, որ պետք է ճիշտ ասել, որ պատերազմի մեղավոր չէին ռուսները, մեղավոր էր Սաակաշվիլի ռեժիմը։ Այսինքն այդ ամենը գնահատվում է, սա մի կողմից։ Եվ երկրորդ կողմից ամենակարևորը, ինչ է արել Վրաստանը այս ժամանակահատվածում։ Ստորագրել է ռազմավարական պայմանագիր Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ։ Եվ իր կարևորագույն նավանգիստներից մեկը հանձնել է չինացիներին վարձով։ Ես հիշեցնեմ, որ Պանամայի նեղուցի այդ ամբողջ խնդիրը, որ մատով էր թափ տալիս Թրամփը եւ ասում որ մենք խլելու ենք, ինչու են մեղադրում, որ իրենք կառավարումը այդ նեղուցի իրականում տվել են չինացիներին, ինչը չափազանցություն է, բայց մեղադրում են, չէ՞, ասում են, այդ դրա համար ես կխլեմ, որտեվ բառացի մենք ձեզ այն տվել ենք ոչ թե նրա համար, որպեսզի այն աշխատի չինացիների համար վրա։ Դա Թրամփի բառացի տեքստ։ Ուրեմն մի բան կարելի հասկանալ Հարավային Կովկասի քաղաքացիության մեջ, որ Միացյալ Նահանգները ահավոր մտահոգված են Ռուսաստանի, այսպես ասենք, իր ազդեցությունը ամբողջ ծավալով վերականգնելու փորձերից, բայց առաջին հերթին Չինաստանի ազդեցությունից, որտեղ երեք պետությունից երկուսը արդեն ունեն ստրատեգիական պայմանագիրներ Չինաստանի հետ։ Ադրբեջանը ունի, Վրաստանը ունի, Հայաստանը չունի։ Բայց այնքան են ակտիվացել Հայաստան-Չինաստան կապերը, որ արդեն ես եւ գոլեգաներից եւ այսպես լսում եմ կարծիք, որ սարերի հետևում չէ այդ համաձայնագիրը, սա շուտով կլինի, որտեղ չինացիները առաջարկում են։ Կա այդպեսի, այո, կարծիք կա։ Գուցեև հիմնավոր է միջալոց, ես չգիտեմ ճիշտ ասած այդ բանակցությունների ընթացքից ծանոթ չեմ, սա չխոսեմ։ Հարցը այն է, որ եթե դուք ուզում եք հասկանալ թե ինչ է լինելու Հարավային Կովկասում, Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձելու են թույլ չտալ Չինաստանին, Ռուսաստանի հետ համաձայնեցված հաստատվել Հարավային Կովկասում։ Հիմա ո՞նց է դա կվարի այդ քաղաքականությունը, թե ով ուզում է լինի, ակնհայտ է, որ այդ ակտը ընդունվել է ոչ հենց այնպես, որ հանրապետական 160 ձայնը դա հենց այնպես չի դրված, որ Թրամփի ադմինիստրացիայի մեծ մասը, որոնք նույն քաղաքական շրջանակներից են ինչ-որ 161 քվեարկությունները, դա համարում են համար 1 խնդիր։ Եվ այս առումով, եթե դուք մտածում եք, որ թե մենք ինչ հետևություններ պետք է անենք, մենք պետք է հասկանանք, որ Չինաստանի հետ ոչ ոք չի կարող արգելել Հայաստանին Չինաստանի հետ բարելավել հարաբերություն, տնտեսական եւ այլն, ոչ ոք մեզ չի կարող, մենք ինքնիշխան երկիր ենք, ինչ ուզում անում ենք։ Բայց ռազմավարական դաշինքների եւ այլն մասին այդ բաները, ուտոպիաները, որ ամբողջ աշխարհի հետ միաժամանակ այն էլ այսպեսի լարման նախապատերազմական
վիճակում գտնվող աշխարհում դու կարող ես բոլորի հետ լավ լինել եւ այլն, ինչ որ Փաշինյանը բան է անում հրամցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ օտարերկրացիներին, որ դա հնարավոր է։ Դա բացարձակապես անհնար է։ Հայաստանը դրա համար չունի ոչ պոտենցիալ, ոչ ռեսուրս, ոչ էլ ճիշտ ասած շահ հետպես իրեն պահելու։ Պարզապես ոտատակ կգնան։ Եվ այստեղ կողմնորոշվելու հարց կա։ Կար այսպես ասած կողմնորոշվելու բաղ, որ ասացիք հետևություն, ես ուզեցի ձեզ կարծես թե ձեր ասացին այսպես միջելով մի բաղ, որ կարծես թե ձեր վերլուծությունը բերես նրան, որ մենք այո, պետք է նախընտրություն կատարենք բոլոր դեպքերում, համաձայն եմ ձեզ հետ, որ այս տարածաշրջանում այսպես բոլոր այսպես ամենտեղ քծմծվելով հնարավոր չի բան անել, յոլա գնալ եւ կարծես թե ավելի համոզիչ թվաց գուցե, եթե ճիշտ եմ հասկացել դուք ասել, որ բոլոր դեպքերում մենք պետք է աշխատենք ի հակակշիռ Չինաստանի, որը ի դեպ նաեւ Ադրբեջանի հետ վերջերս ստորագրեց ռազմավարական համագործակցություն պայմանագիր, արդեն շեշտված իսկ մի քանի ամիս դրսևորելով, չէ կներեք, անցյալ տարի Վրաստանի հետ, այո, եւ այսպես ասած մեր գուցե կարծես թե վեկտորը փոխվում է դեպի այսպես ասեմ առաջացող ռուս-ամերիկյան տանդեմը։ Ռուսա-ամերիկյան տանդեմը դա Տրամպի մեծ ցանկությունն է, բայց այս պահին այն դեռ կարելի է համարվել, ես տապալված բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև դե հիմա չգիտենք ինչ կլինի ամիսներ հետո, բոլոր սպասումները ամերիկյան կողմի եւ դա դուք կարող եք եւ Ռուբիոյի խոսույթից հասկանալ եւ Տրամպի անձնական եւ իր շրջապատի ռուսները շատ մեծ հիասթափություն այսպես պարգևեցին իրենց մաքսիմալիզմով։ Սա մեկ։ Երկրորդը Եվրոպայի դիմադրությունը այդ տանդեմին, որտեղ դա բոլոր դեպքերում հակաչինական տանդեմ չի։ Դա առաջին հերթին հակաեվրոպական տանդեմ է։ Թրամփը կարող է մտածել, որ դա առաջին հերթին Չինաստանի դեմ է, բայց Պուտինը հասկանում է, որ դա այդպես չի, որ ինքը որևէ ռեսուրս Չինաստանի դեմ պայքարելու չունի, մինչև Ուրալ կարող է երկիրը կորցնել մի քանի տարում։ Ուրեմն իր համար գլխավոր թիրախը, քանի որ կլիշեներ ունի, այսպես հին չեկիստական, որ եվրոպացիները թույլ են, թուլամորթ են, լավ կյանքի սովոր են, թոշակառու Եվրոպան, լացկան Եվրոպան եւ այլն, հա, ղզիկ Եվրոպան, կներեք այդ բառը օգտագործում եմ, այդ կլիշեները իրեն ստիպում են, որ այդ ուժը, այդ հնարավորությունները, որ ինքը ստանում է տանդեմից, պետք է ուղի մեկ ուղղությամբ դեպի Եվրոպա։ Բայց խնդիրը հենց այն է, որ Եվրոպան այնպեսի համար դուրս եկավ, այնպեսի ավելի լավ կազմակերպվեց, այնպեսի բանը դիմադրելու անսպասելի կամք դրսևորեց, որ դա էլ է դառնում խնդիր։ Հիմա չի կարող Միացյալ Նահանգները պայքարեն աշխարհում բոլորի դեմ։ Նույնիսկ Միացյալ Նահանգները, էլ Հայաստանի մասին ենք խոսում, բայց նույնիսկ Միացյալ Նահանգները իրենք պետք է կողմնորոշվեն, իրենք կարող են միաժամանակ Եվրոպայի դեմ պայքարել, բրիտանական համագործակցության դեմ պայքարել եւ միաժամանակ Չինաստանի։ Ակնհայտ է, որ չեն կարող, որովհետեւ իրենց եւ ռուսների նույնիսկ համատեղ պաշարները դրա համար բավարար չեն։ Առավել եւս, որ նման դեպքերում, հիշենք երկրորդ աշխարհամարտի պատմությունը, ինչից սկսեցինք մենք։ Ինչ է Ստալինը եւ բրիտանական կայսրությունը շատ ընդհանրություններ ունեին, թշնամական պետություններ էին։ Ինչը իրենց բերեց նույն ճամբար, ընդհանուր թշնամի։ Այո։ Միանշանակ։ Հիտլերիզմը։ Այո։ Ճիշտ է։ Այո։ Իսկ պարզ չէ, որ եթե միաժամանակ դու կռվում ես եւ Եվրոպայի դեմ եւ Չինաստանի դեմ, ուրեմն Չինաստանը եւ Եվրոպան լեզու են գտնելու եւ փորձելու են միավորվել։ Ակնհայտ է։ Դա տրամաբանությունն է։ Հետո իրենց էլի կատեն իրար թե չեն ատի թե ինչ կա, բնականաբար Չինաստանի քաղաքական համակարգը եւ եվրոպական քաղաքական համակարգը դրանք անհամատեղելի բաներ են։ Բայց այսօր ակնհայտ է, որ Եվրոպան գործոն է, ուրեմն պետք է դա հաշվի նստել։ Պարզվեց, որ բրիտանական համագործակցությունը, որը ներառում է Կանադան, Ավստրալիան եւ այլն, հա, Նոր Զելանդիան, դա գործոն է, որը թերագնահատում էին ամերիկացիները եւ այդ գործոնը Բրիտանիան Brexit-ից հետո
այսօր ավելի է մերձենում Եվրոպական միությանը, ինչու, որտեղ ընդհանուր ճշնամի ունեն, Թրամփի, չասեմ ամերիկան, Թրամփի ադմինիստրացիա։ Եվ այդ առումով ամերիկացիները շատ ավելի խելամիտ քաղաքականության կարիք ունեն։ Առաջնայնությունների, որ ինչքան է քննադատեք դեմոկրատներին, իրենց մոտ ավելի տրամաբանական տեսք ուներ։ Որ Չինաստանն է համար 1 ճշնամի, հա, ինչի հետ համաձայն են իջած Թրամփիստները, այստեղ իրենք տարաձայնություն չունեն, ինչպես մի սովետական ֆիլմեր ասում բոլշևիկների մասով մենք տարաձայնություններ չունենք։ Այն անարխիստ է, դե հիմա Չինաստան երկուսն էլ ընդունում են, բայց դեմոկրատական ադմինիստրացիան ասում է, դե ուրեմն դու պետք է աշխատես մյուսների հետ կոնֆլիկտի մեջ չմտնես։ Մահմեդական աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ չմտնես, այսինքն Գազա թույլ չտաս Իսրայելին, որ ինքը Գազայում անի ինչ ուզում է։ Հա։ Դու չպետք է վատ տարածնես հարաբերություններ Լոնդոնի հետ, հա։ Դու չպետք է Եվրամիության հետ վատ տարածնես հարաբերություններ։ Եվ այլն, նույնիսկ եւ այստեղ իհարկե ուկրաինացի ժողովուրդը ուժող է, թույլ չտաս պարտվի Ռուսաստանը ամբողջովին, որտեղ եթե Ռուսաստանը պարտվեր, իսկ այդպեսի շանսեր կար շատ արագ, ապա ով կօգտվի առաջի բանը Շահրունով է Չինաստանը, որը օգտվելով թուլությունից Ռուսաստանի, առավել եւս եթե դա հնարավոր լինի, ասենք, պարակտու քանդվելուց երկրի, առաջ կգնա պարզապես, ըստ որում առանց ուժի եւ այլն, զուտ դեմոգրաֆիա։ Այսօր Ուրալից այն կողմ մի հատ միջին չինական քաղաքի բնակչությունն է ապրում։ Ու նաև թուրանական աշխարհը, չէ՞, իրենք էլ Կովկասում։ Իրենց էլ Կովկասում, այո։ Հիմա նայեք, նորից եմ կրկնում, բանից հետո, Ուրալից հետո մի միջին չինական քաղաքի չափ բնակիչ է ապրում։ Այո։ Հիմա նայեք այդ ամբողջ տարածք։ Դեմոգրաֆիապես դա շատ արագ լուծելի է։ Այսինքն այստեղ կար տրամաբանություն, որ մենք ունենք առաջնայնություն եւ ամբողջ մեր բոլոր գործողությունները ուղղված են նրան, որպեսզի այդ առաջնայնությունը մենք չկորցնենք։ Թրամփի ադմինիստրացիան կարծես թե այդ առաջնայնությունը ընդունեց, այսինքն չի հրաժարվել այդ առաջնայնությունից, բայց միաժամանակ կոնֆլիկտներ ստեղծեց Եվրամիության հետ, առանձին երկրների, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիայի եւ բրիտանական համագործակցության հետ, որովհետեւ Կանադայի մասին այդ խոսույթը մենք այն կերպ ենք հնարում, մտածում, որ դա Ռուսաստանը ասում է, որ չգիտեմ, Ուկրաինա Ռուսաստան է։ Բայց ի տարբերություն Ուկրաինայի, Կանադայի միապետը Բրիտանիայի միապետն է։ Կանադան բազում կապերով կապված է Մեծ Բրիտանիայի հետ։ Այո, ինքնիշխան երկիր է համարվում, բայց իրենք նույնիսկ անձնական ունիայի մեջ են մի ընդհանուր միապետ ունեն։ Համագործակցությունը բրիտանական դա հենց այնպես չի, դա շատ լուրջ գործոն է աշխարհում, հա։ Եվ այդ խոսույթով ինքը բերեց կոնֆլիկտի Մեծ Բրիտանիայի հետ եւ Ավստրալիայի հետ։ Ավստրալիային ինչ հագրգռվածություն ունի Ավստրալիան, որը Զելենսկու հետ օվալ կաբինետում միջադեպից հետո հայտարարեց, որ ինչ որ մի ֆանտաստիկ գումարի զենքի օգնություն է տալու Ուկրաինային։ Ինչու համար, ինչով է Ավստրալիան, որովհետև մերոնց խփում են։ Երբ որ մերոնց խփում ենք, մենք միավորվում ենք։ Էս է խնդիրը Ամերիկայի քաղաքականության։ Հա լավ, ասենք իրենց երազանքը կատարվեց Ռուսաստանի հետ բարեշեց։ Չնայած հիմա շատ վատ են գործերը։ Բայց հաղթարեցին ամեն ինչ։ Ինչը իրենց մենակ Ռուսաստանն է աշխարհում պետք։ Իրենց ուրիշ ոչ ոք պետք չի։ Իրենց պետք չի Եվրոպայից եւ ոչ մի երկիր, իրենց պետք չի Մեծ Բրիտանիան, իրենց պետք չի համագործակցությունը, իսլամական աշխարհը իրենց պետք չի։ Որտեղ երբ որ դու գալիս ասում ես, որ այստեղ կուրորտ եմ սարքելու, դա նույն բանն է, ոնց որ 1 միլիարդ մահմեդականների 90%-ին ապտակ հասցնես։ Երբ որ դու նկար ես հրապարակում Հռոմի Պապի հանդերձանքով, արհեստական բանականությամբ սարքված, դու քո բնակչության 20-25%-ի եւ աշխարհի մոտ 1 միլիարդ կաթոլիկներին ես վիրավորում։ Այ դե պետք վստահ է, որ ինքն է դա հրապարակել, թե գուցե ինչ որ սադրել են։ Պարզ է, որ 78 թե 9 տարեկան մարդը իր True Social այդ իր սեփական ցանց ունի, բան սոցիալական, ինքը չի անում։
Բայց ես համոզված եմ, որ իր գիտակցությունը հիմա այն վիճակում է, որ իրեն դուր է եկել էֆեկտը։ Այսինքն իրեն ցույց են տված, հա, թող իմանան, որ ես դրանց առաջ էլ իրեն չէ ինչ որ այդ բանը մարտաֆիլմի հերոսի կերպարով էին, չէ, այսպես մկաններով։ Ես դժվար է ինձ պատկերացնել, որ 35 տարեկանից այն կողմ որևէ տղամարդ կարող է դրանց ոգևորվել, բայց հիմա ասում մարդիկ մեծանում, ոնց որ մանկամտանում են ավելի։ Ես դրա հետ եմ կապում, որովհետև գտածակի խնդիր է, այդ ուրեմն առաջին անգամ Ամերիկայի պատմության մեջ միշտ մոտավորապես կաթոլիկները դեմոկրատ հանրապետական 80% տալիս է դեմոկրատներին ձայնը, 20% հանրապետականներին։ Կա այդպեսի Թրամփը հեղափոխություն գործեց։ Մոտ մի 5% ընդհանուր կաթոլիկների քանակից ձայն տվեցին Թրամփին ավել։ Եվ դա համարվում է միտում, որ ինքը նույնիսկ կաթոլիկների մոտ պոպուլար է, չէ, 25% է իրան տվել։ Պարզ չի, որ այս նկարով այդ 5% հավելյալ ձայները, որ ինքը ստացավ, ինչ է ավելանալու են, կամ կմնան այդ ձայները։ Իսկ կաթոլիկ հավատը շատ ուժեղ է, եւ ես կաթոլիկ ծանոթներ ունեցել եմ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Իրենց սպանը շատ ուժեղ է, նվիրվածությունը, հա, եկեղեցուն, այդ սիմվոլներին եւ այլն։ Ուրեմն ես ասեմ, որ դրանց մասին թող մտածեն։ Իսկ ինչ վերաբերում է ոցին, իսկ մի բան կարող եմ ասել, որ ԱՄՆ հակաչինական քաղաքականությունը հարավային Կովկասում իրականացնելու գործում Վոլցը շատ ավելի կոմպետենտ եւ պատրաստված է, քան եթե այս նոր ռուսեն բառը չօգտագործում պրիզիվի թրամփականները, որոնք կարող են նախկին լրագրողներ լինեն, չգիտեմ, սպորտսմեններ, Հետո հաշվի առնենք, որ անշարժ գույքի վաճառողներ, չէ, հայ-ադրբեջանական չէ հարաբերությունների առումով նա Ալիևին այսպես նույնիսկ պնդման մակարդակով կոչեր արել, որ օր առաջ ստորագրի խաղաղության պայմանագիրը Հայաստանի։ Դա դրական բան է, դա վերջի ես 2-3 դրական բան գիտեմ հայ-ամերիկյան հարաբերություններում ցավոք հունվարից։ Դա 2 անգամ հիշատակվել է իրենց կողմից, մեկը Թրամփի մոտ, մեկը Ռուբիոյի ռազմավարական փաստաթուղթը, դա նշանակում է, որ իրենք դա չեն համարում մեռած փաստաթուղթ։ Չնայած Բայդենի օրոք է ստորագրվել, բայց այն գործում է։ Թրամփն է հիշատակել եւ Ռուբիոն։ Եվ այն ինչ որ դուք ասացիք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել։ Ոչ թե դրա համար որ խաղաղության պայմանագիրը մեզ շատ պետք է, այլ որ Ալիևը գիտի, որ հարձակվելու ժողովրդի ասած դաբրոն չունի։ Դա շատ կարևոր է։ Որտեղ եթե նա ասված չտա ունենա դաբրո Միացյալ Նահանգներից, Ռուսաստանն ունի վաղուց, Իրանը այնպեսի վիճակում է, որ որևէ մեկին ոչ մի բան արգելել չի կարող, ինքը իր շատ մոդայիկ բառ է, գոյութենական խնդիրների մասին եմ մտածում, ինքը կխփի, ինքը կհարձակվի։ Իսկ դա շատ կարևոր է։ Այդ 3 բանը կարող եմ նշել։ Մնացածը սառեցված հարաբերություններ են։ Ոչ թե համար որ Հայաստանի դեմ է բանը Ամերիկայի մցալանգի, բոլորի հետ է սառեցված հարաբերություն։ Բացի Իսրայելից, ասենք մի քանի Հնդկաստանի հետ կարծես վատ չի։ Այսպես մատերի վրա կարելի է հաշվել։ Այն երկրները, որոնց հետ Միացյալ Նահանգները հիմա ակտիվ քաղաքականություն են վարում եւ այլն շփվում են։ Ամեն դեպքում պարոն Հովհաննիսյան, սպասենք դրական զարգացումներին, փորձենք լինել լավատես, թեև աշխարհում ոչ ամեն ինչ է մեզ տրամադրում դեպի լավատեսություն։ Շնորհակալություն, որ եկաք եւ արտահայտեցիք ձեր տեսակետները։ Եթերում անկաշկան զրույց հերինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր զրուցակիցն էր վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։ Ես դիմում եմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Բոլորիդ ցանկանում եմ լավ մայիսյան գարնանային տրամադրություն։